Իսկ ինչ անել, երբ Քրիստոսի ամենադժվար պատվիրանը դառնում է քո միակ փրկությունը։ Պատկերացրեք մի տեսարան։ Հայ վարպետ խաչքարագործը սեղմում է բռունցքներն այնքան ուժեղ, որ արյուն է հոսում։ Նրա աչքի առաջ, փոշու եւ բետոնի մեջ, փշուր է եղել այն սրբազան խաչքարը, որի վրա հայրն աշխատել էր իր կյանքի վերջին տարում։ Մի քանի րոպե առաջ Տիգրանի բուլդոզերն անխնա հարվածել էր արհեստանոցի պատին։ Մարմարի այդ բեկորները ոչ թե քարեր էին, այլ հենց իր սեփական հոգու կտորները, որոնք ցրվել էին գետնին։ Այսօր մենք ականատես կլինենք, թե ինչպես է սովորական մարդը, կորցնելով ամեն ինչ, դիմակայում անողոք թշնամուն։ Բայց ամենակարևորը, մենք կբացահայտենք, թե ինչպես Գևորգը, կանգնելով իր կյանքի գործի փլատակների վրա, գտավ մի զենք, որն ավելի հզոր է, քան Տիգրանի փողն ու իշխանությունը։ Այդ զենքը թաքնված է Ավետարանի ամենաանհասկանալի խոսքերի մեջ։ Սա պարզապես պատմություն չէ, սա ուղեցույց է այն պահերի համար, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսով ենք։ Քարի փոշու բույրը, որը դարերով ներծծվել էր արհեստանոցի հին տուֆե պատերի մեջ, խառնվում էր խնկի նուրբ բույրին, որը գալիս էր հարևան Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց։ Գևորգի 48 տարեկան վարպետ խաչքարագործի ձեռքերում պողպատե հատիչը կարծես կենդանի էր։ Նրա յուրաքանչյուր զգույշ հարվածը ծնունդ էր տալիս մի նոր նախշի, որը հյուսվում էր հայկական զարդանախշերի անվերջանալի շղթային։ Նրա կողքին, աչքերը չկտրելով վարպետի ձեռքերից, կանգնած էր նրա աշակերտը, 18-ամյա Լևոնը, մի պատանի, որի երակներում արյան փոխարեն կարծես քարի փոշի էր հոսում։ Տես Լևոն, խաչի քևերը պետք է ձգվեն դեպի երկինք, ինչպես աղոթողի ձեռքերը, խորը ձայնով բացադրում էր Գևորգը, մատով ցույց տալով քարի վրա նոր սկսված գիծը։ Սա պարզապես քար չէ, սա մեր հավատքի լուռ աղոթքն է, որը պետք է դարեր շարունակվի։ Հենց այդ պահին արհեստանոցի հին փայտե դուռը ճռալով բացվեց և ներս մտավ Գևորգի կինը, Անահիտը, ձեռքին սուրճի սկուտեղ։ Նրա ժպիտը տաք էր, ինչպես ամառվա արևը, բայց աչքերում մի անբացատրելի տագնապ կար։ Նա սկուտեղը դրեց փոշոտ սեղանին և հայացքով ինչ-որ բան փորձեց ասել ամուսնուն, բայց չհասցրեց։ Փողոցից լսվեց թանկարժեք մեքենայի արգելակների ճիչը, և երկու տղամարդ, փայլուն կոշիկներով և անթերի կոստյումներով, առանց թաքելու ներս խուժեցին արհեստանոց։ Նրանց տեսքը այնքան օտար էր այս սրբավայրում, որ թվում էր, թե պատերից կախված հին գործիքներն անգամ դժգոհ շարժվեցին։ Առաջինը, որը ներկայացավ որպես Տիգրանի օգնական, ձեռքի թղթապանակից հանեց մի փաստաթուղթ և շպրտեց սեղանին։ Գևորգ Վարդանյան։ Նրա ձայնը սառն էր ու մետաղական։ Սա դատարանի որոշումն է։ Այս տարածքը, ներառյալ ձեր արհեստանոցը, պատկանում է Մոնոլիթ Գրուպ ընկերությանը։ Դուք ունեք 2 շաբաթ այստեղից ամեն ինչ դուրս բերելու համար։ Գևորգը հայացքը չկտրեց նրա աչքերից։ Նրա ձեռքում դեռ սեղմած էր հատիչը։ Սա իմ պապի տունն է, նրա հոր տունը, այս պատերի մեջ իմ նախնիների աղոթքն է, դուք չեք կարող այն պարզապես քանդել։ Երկրորդ տղամարդը, որն ամբողջ ընթացքում լուռ էր, ծիծաղեց. Պապիկի հեքիաթները թողեք ձեզ, այստեղ բիզնես կենտրոն է կառուցվելու, իսկ ձեր քարերը լավ կլինեն շինարարական աղբի հետ միասին։ Լևոնը չդիմացավ և առաջ նետվեց. Ինչպես եք համարձակվում։ Գևորգը ձեռքով կանգնեցրեց նրան։ Դուրս, հանգիստ, բայց պողպատե հաստատակամությամբ ասաց նա։ Տղամարդիկ, զարմացած նրա անսպասելի հանգստությունից, մի պահ վարանեցին, հետո շրջվեցին ու հեռացան, իրենց հետևից թողնելով օդում կախված սպառնալիքի սառը հոտը։ Անահիտը մոտեցավ ամուսնուն, նրա ձեռքերը դողում էին։ Գևորգ, ինչ ենք անելու։ Հաջորդ օրերին Գևորգի արհեստանոցը վերածվեց շտաբի։ Հարևանները, հին ընկերները, նույնիսկ նրա հաճախորդները գալիս էին իրենց աջակցությունը հայտնելու։ Նրանք ստորագրահավաք սկսեցին, դիմեցին քաղաքապետարան, փորձեցին կապ հաստատել լրագրողների հետ։ Կարծես մի փոքր բանակ էր հավաքվել, անտեսանելի թշնամու դեմ։ Բայց Տիգրանը լուռ էր, այդ լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած սպառնալիք։ Մի առավոտ նրանք հարթնացան շարժիչի խլացուցիչ ձայնից։ Արհեստանոցի դիմաց կանգնած էր մի հսկայական բուլդոզեր, որի շերեփը սպառնալից կախվել էր նրանց փոքրիկ պարտեզի վրա, որտեղ Անահիտը վարդեր էր աճեցնում։ Բանվորները, առանց որևէ բան բացատրելու, սկսեցին փորել հարևան դատարկ տարածքը, միտումնավոր փոշու և կեղտի ամպեր բարձրացնելով դեպի արհեստանոցի բաց դռները։
Դա բացահայտ հոգեբանական ճնշում էր։ Գևորգը, փորձելով զսպել իր զայրույթը, դուրս եկավ եւ մոտեցավ աշխղեկին։ Ինչ իրավունքով եք այս անում։ Սա մասնավոր սեփականություն է։ Աշխղեկը մի ճարպոտ անտարբեր տղամարդ ուսերը թոթվեց։ Ես հրաման եմ կատարում, ախպեր, գնա քու պետերի հետ խոսա։ Հենց այդ պահին Գևորգը նկատեց, որ նրանք մի մեծ փոս են փորում ուղիղ արհեստանոցի ջրի խողովակի վրա։ Նա հասկացավ, որ սա միայն սկիզբն է։ Երեկոյան, երբ արհեստանոցում մնացել էին միայն ինքն ու Լևոնը, Գևորգը նստեց իր հոր կիսատ թողած խաչքարի մոտ։ Դա մի գլուխգործոց էր, աննկարագրելի նրբությամբ փորագրված նռներով եւ խաղողի ողկույզներով։ Նրա հայրը մահացել էր, չհասցնելով ավարտել այն։ Գևորգը երդվել էր, որ մի օր կավարտի այն։ Ինչ պետք է անեմ, հայր, շշնջաց նա, շոյելով քարի սառը մակերեսը։ Նա գնաց Սուրբ Զորավոր եկեղեցի։ Այնտեղ մոմերի տաք լույսի ներքո նա գտավ ծխական քահանային, հայր Հովհաննեսին։ Նա պատմեց ամեն ինչ առանց որևէ բան թաքցնելու։ Հայր Հովհաննեսը երկար լսեց, ապա բացեց ավետարանը։ Գևորգ, եղբայր իմ, լսիր, թե ինչ է ասում Տերը լեռան քարոզում։ Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեցեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են։ Գևորգը գլուխը բարձրացրեց։ Նրա աչքերում ցավ կար եւ անհասկացողություն։ Հայր Սուրբ, դուք ուզում եք, որ ես աղոթեմ Տիգրանի համար, մի մարդու, ով ուզում է ոչնչացնել իմ նախնիների ժառանգությունը, իմ կյանքի գործը, ինչպես կարող եմ սիրել նրան, ով ոտնատակ է անում իմ հոգին։ Հայր Հովհաննեսը փակեց գիրքը։ Տերը մեզ չի կանչում հեշտ ճանապարհի, Գևորգ ջան, նա մեզ կանչում է իր ճանապարհին։ Սիրել թշնամուն չի նշանակում արդարացնել նրա չարությունը, դա նշանակում է ազատել սեփական սիրտը ատելության թույնից, որը քեզ ավելի շատ կքայքայի, քան ցանկացած բուլդոզեր։ Գևորգը եկեղեցուց դուրս եկավ խառնված զգացմունքներով։ Քահանայի խոսքերը միաժամանակ եւ անհնարին էին թվում, եւ միակ ճշմարիտը։ Երբ նա մոտենում էր արհեստանոցին, սիրտը սխմվեց։ Նա լսեց Անահիտի ճիչը եւ Լևոնի հայհոյանքները։ Վազելով ներս մտավ եւ քարացավ շեմին։ Բուլդոզերը պատահաբար հետընթաց կատարելիս քանդել էր արհեստանոցի պատի մի մասը, իսկ փլատակների տակ երկու մասի բաժանված ընկած էր նրա հոր անավարտ խաչքարը։ Խաղողի ողկույզներն ու նռները վերածվել են մարմարե փշուրների։ Գևորգը նայում էր այդ տեսարանին եւ նրա դեմքին ոչ մի զգացմունք չկար։ Նա դանդաղ մոտեցավ, ծնկի իջավ կոտրված խաչքարի մոտ։ Նրա բռունցքներն այնքան ուժեղ էին սխմվել, որ եղունգները խրվել էին ափի մեջ, եւ արյան կաթիլները սկսեցին կաթել քարի սպիտակ բեկորների վրա։ Բուլդոզերի վարորդը անտարբեր նայում էր պատուհանից։ Լևոնը ինչ-որ բան էր գոռում, բայց Գևորգը չէր լսում։ Նրա ականջներում միայն մի նախադասություն էր արձագանքում. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Մարմարե բեկորները թվում էին իր սեփական հոգու բեկորներ։ Արյան կաթիլները չորացել էին Գևորգի ափի մեջ, վերածվելով կարմիր սև կետերի, բայց ցավը դեռ բաբախում էր նրա երակներում։ Արհեստանոցում տիրում էր գերեզմանային լռություն, որը խախտում էր միայն Անահիտի զսպված հեկեկոցը։ Լևոնը, դեմքը քարացած, կանգնած էր պատի փլված հատվածի մոտ, նայելով փողոցին, կարծես սպասում էր, որ բուլդոզերը կվերադառնա եւ կավարտի իր սկսած գործը։ Գևորգը դանդաղ հավաքում էր իր հոր խաչքարի բեկորները, մեկ առ մեկ, զգուշությամբ, ասես հավաքում էր սրբի մասունքները։ Յուրաքանչյուր կտորը այրում էր նրա մատները, նա դրանք շարում էր մի հին սավանի վրա, որը փռել էր հատակին։ Նրա շարժումների մեջ ոչ մի ատելություն կամ զայրույթ չկար, միայն մի անսահման խորը տխրություն։ Երբ վերջին բեկորն էլ դրվեց մյուսների կողքին, նա ուղղվեց եւ նայեց կնոջն ու աշակերտին։ «Գնացեք տուն», հանգիստ ասաց նա, «ես ուզում եմ մենակ մնալ»։ Անահիտը ուզում էր ինչ-որ բան ասել, բայց հանդիպելով ամուսնու հայացքին լռեց։ Նրա աչքերի մեջ նա տեսավ ոչ թե հուսահատություն, այլ մի վճռականություն, որը նրան վախեցրեց։ Նա գիտեր, որ այդ գիշեր Գևորգի հոգում մի սարսափելի պայքար է տեղի ունենալու։ Այդ երեկո նրանց տանը Երևանի հին թաղամասերից մեկում գտնվող բնակարանում ընթրիքի սեղանը լուր էր, սառած տոլման մնացել էր ափսեների մեջ։ Լռությունը կոտրեց Գևորգի կրտսեր եղբայրը, Արամը, մի գործնական եւ տաքարյուն տղամարդ, որը փաստաբան էր աշխատում։ «Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ», սկսեց նա, չկարողանալով այլևս զսպել իրեն։ «Մենք պետք է գործենք։ Ես կարող եմ հայց ներկայացնել դատարան, մենք կարող ենք լրագրողների ուշադրությունը հրավիրել։ Ես կապեր ունեմ, մենք կարող ենք այնպիսի կեղտ գտնել այդ Տիգրանի վրա, որ նա ինքը կհրաժարվի իր ծրագրերից։ Իսկ դու նստել ես, կարծես ոչինչ չի եղել։ Ինչի ես սպասում, որ գան ու տունն էլ մեր գլխին փլեն»։ Գևորգը դանդաղ բարձրացրեց գլուխը, նրա ձեռքում մի փոքր մաշված ավետարան էր։
Արամ, ես հասկանում եմ քո զայրույթը, բայց կա մի այլ ճանապարհ, նա բացեց գիրքը։ Տերն ասում է. «Երանի հեզերին, որովհետև նրանք կժարանգեն երկիրը»։ Արամը բարկությունից ոտքի թռավ։ Հեզերին, ինչ հեզություն, Գևորգ, այդ մարդը ոչնչացրեց հորս աշխատանքը, իսկ դու ինձ ավետարանն ես կարդում։ Այս աշխարհում հեզերին ոչնչացնում են, իսկ երկիրը ժառանգում են Տիգրանի նման գիշատիչները։ Քո հավատքը քեզ կույր է դարձրել։ Անահիտը, որը մինչ այդ լուր լսում էր, միջամտեց. «Արամ, խնդրում եմ, մի խոսիր այդպես։ Գևորգը ճիշտ է, մենք չպետք է պատասխանենք չարին չարով»։ Ուրեմն ինչ անենք, Անահիտ, նստենք ու աղոթենք, մինչև նրանք մեզ փողոց նետեն, չհանձնվեց Արամը։ Սա իդեալիզմ չէ, սա ինքնասպանություն է։ Ընտանիքը բաժանվել էր երկու ճամբարի։ Մի կողմում ռեալիստներն էին Արամի գլխավորությամբ, որոնք պահանջում էին պայքար, օրենքի և անհրաժեշտության դեպքում ուժի միջոցով։ Մյուս կողմում Գևորգն ու Անահիտն էին, որոնք փորձում էին հավատարիմ մնալ Քրիստոսի խորհրդին, որը սակայն գնալով ավելի անհասկանալի ու անիրագործելի էր թվում։ Քրիստոսի խոսքերը, որոնք պետք է մխիթարություն բերեին, դարձել էին վեճի և բաժանման պատճառ։ Հաջորդ կիրակի պատարագից հետո Գևորգը մնաց եկեղեցում օգնելու հայր Հովհաննեսին։ Նրանք միասին մաքրում էին մոմակալները, երբ քահանան նկատեց Գևորգի մտահոգ դեմքը։ «Ինչ-որ բան տանջում է քեզ, որդիս»։ Գևորգը պատմեց ընտանիքում տեղի ունեցած վեճի մասին, իր և եղբոր միջև առաջացած անջրպետի մասին։ «Ես փորձում եմ հետևել Տիրոջ խոսքին, Հայր Սուրբ, բայց իմ խոսքերը միայն ավելի են բարկացնում նրանց։ Նրանք ինձ թուլամորթ են համարում։ Գուցե Արամը ճիշտ է, գուցե ես պարզապես փախչում եմ պայքարից, թաքնվելով ավետարանի հետևում»։ Հայր Հովհաննեսը դադարեցրեց աշխատանքը և նստեց Գևորգի կողքին։ «Տես, Գևորգ, հայ եկեղեցու հայրերը մեզ սովորեցնում են, որ ավետարանը ոչ թե կանոնների ժողովածու է, այլ կենդանի խոսք։ Այն հասկանալու համար միայն կարդալը քիչ է, պետք է աղոթքով խորհել դրա շուրջ, խնդրել Սուրբ Հոգու լուսավորությունը։ Երբ Հիսուսն ասում է «Սիրեցեք ձեր թշնամիներին», նա չի ասում «Համաձայնվեք ձեր թշնամիների հետ» կամ «Թույլ տվեք, որ նրանք ձեզ ոչնչացնեն»։ Նա խոսում է սրտի վիճակի մասին։ Քո պայքարը Տիգրանի դեմ չպետք է լինի ատելությունից դրդված։ Դու պետք է պաշտպանես քո ընտանիքը, քո ժառանգությունը, բայց դա արա առանց քո սիրտը ատելությամբ թունավորելու։ Դա է ամենամեծ մարտահրավերը։ Նա մի պահ լռեց, ապա ավելացրեց. «Գուցե պետք է խոսես Սարգիս վարդապետի հետ։ Նա էջմիածնի մեր հոգևոր ջեմարանի լավագույն մեկնիչներից է։ Նա կօգնի քեզ ավելի խորը հասկանալ այս խոսքերի իմաստը»։ Մի քանի օր անց Գևորգը նորից իր արհեստանոցում էր, երբ դուռը բացվեց և ներս մտավ մի անսպասելի հյուր։ Դա Տիգրանն էր, միայնակ, առանց իր թիկնապահների և օգնականների։ Նա հագել էր սովորական ջինս և վերնաշապիկ, և նրա դեմքին չկար այն ամբարտավան արտահայտությունը։ Նա շուրջը նայեց, հայացքը կանգ առավ պատի փլվածքի և հատակին շարված խաչքարի բեկորների վրա։ «Ես չէի հրամայել դա անել», խուլ ձայնով ասաց նա։ «Իմ մարդիկ չափն անցել են, ես կվճարեմ վնասի համար»։ Գևորգը, որը քար էր տաշում, դադարեցրեց աշխատանքը և ուղղվեց։ Նա նայեց Տիգրանին, փորձելով հասկանալ այս այցի պատճառը։ «Այս քարը անգին է, պարոն Տիգրան, դուք չեք կարող դրա համար վճարել»։ Տիգրանը մոտեցավ բեկորներին, կռացավ և մատներով շոշափեց փորագրություններից մեկը։ «Գիտես, Քիմ, իմ պապը նույնպես քար տաշ էր, գյուղում, նա եկեղեցիների համար քարեր էր տաշում։ Երբ ես փոքր էի, սիրում էի նստել նրա կողքին և նայել, թե ինչպես է նա անշունչ քարին կյանք տալիս։ Նա խորը շունչ քաշեց։ Ես եկել եմ ձեզ վերջին առաջարկ անելու։ Ես կրկնակի գումար կտամ ձեր արհեստանոցի համար։ Դուք կարող եք քաղաքի ցանկացած այլ վայրում ավելի լավ արհեստանոց կառուցել։ Սա իմ վերջին խոսքն է։ Եթե մերժեք, ես կգործեմ այլ կերպ։ Սպառնալիքը նորից հնչեց, բայց այս անգամ այն փաթաթված էր կարեկցանքի և հիշողությունների շղարշով։ Գևորգի հոգում նոր պայքար սկսվեց։ Մի կողմից Տիգրանի անսպասելի մարդկային դրսևորումը, մյուս կողմից նրա անթաքույց սպառնալիքը։ «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Այս խոսքերը հիմա ավելի բարդ ու խճճված էին թվում, քան երբևէ։ Տիգրանի խոսքերը «Ես կգործեմ այլ կերպ» օդում կախված մնացին սառը սպառնալիքի պես։ Գևորգի արհեստանոցից նրա հեռանալուց շատ ժամեր անց։
Գևորգը նստած էր իր աշխատասեղանի մոտ, ձեռքերի մեջ պահելով մի փոքրիկ նոր տաշած տուֆի կտոր։ Ամբողջ գիշեր նա չէր քնել, նրա մտքում պտտվում էին հայր Հովանեսի խոսքերը, Տիգրանի անսպասելի այցը և եղբոր Արամի զայրացած դեմքը։ Նա հասկանում էր, որ մարդկային տրամաբանությունը, պայքարը, դատարանները, ուժի կիրառումը միայն ավելի կխորացնի անդունդը, բայց Քրիստոսի ճանապարհը, հեզության և սիրո ճանապարհը թվում էր այնքան անիրական, այնքան վտանգավոր։ Այդուհանդերձ, նրա սրտի խորքում մի ձայն շշնջում էր, որ դա միակ ճիշտ ճանապարհն է։ Արևը նոր էր սկսել ոսկեզօծել Արարատի գագաթը, երբ Գևորգը որոշում կայացրեց։ Նա վերցրեց իր լավագույն գործիքները և սկսեց աշխատել տուֆի այդ փոքրիկ կտորի վրա։ Նրա ձեռքերը շարժվում էին արագ և վստահ։ Նա չէր փորագրում բարդ զարդանախշեր։ Նա ստեղծում էր մի պարզ, բայց անսահման խորություն ունեցող խորհրդանիշ, հայկական հավերժության նշանը։ Մի քանի ժամ անց նրա ձեռքում մի փոքրիկ կատարյալ խաչքար էր, որը կարծես ջերմություն էր ճառագում։ Նույն օրը, հաղթահարելով իր ներքին դողը և Արամի հեգնական հայացքը, Գևորգը գնաց Մոնոլիթ գրուպի շքեղ գրասենյակ։ Ապակե և պողպատե այդ շենքը կարծես այլ մոլորակից լիներ, համեմատած նրա հին արհեստանոցի հետ։ Երկար սպասումներից և քարտուղարուհու անվստահ հարցուփորձից հետո նրան վերջապես թույլ տվեցին մտնել Տիգրանի աշխատասենյակ։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, շրջապատված մոնիտորներով և թղթերով։ Նա զարմացած հայացքով նայեց Գևորգին։ «Ինչ ես ուզում այստեղ»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն դրեց փոքրիկ խաչքարը փայլուն մակերեսին։ «Սա ձեզ համար է», հանգիստ ասաց նա։ «Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և ձեր ընտանիքը»։ Տիգրանի դեմքին մի պահ տարակուսանք հայտնվեց։ Նա վերցրեց խաչքարը, զննեց այն բոլոր կողմերից, կարծես գնահատում էր քարի որակը։ Նրա մատները շոշափեցին նուրբ փորագրությունը։ Մի ակնթարթ Գևորգին թվաց, թե նրա աչքերում ինչ-որ տաք բան փայլատակեց, գուցե հիշողություն իր քարտաշ պապի մասին, բայց այդ ակնթարթն անցավ։ Տիգրանի դեմքը նորից քարացավ։ Նա արհամարհական ժպիտով շրջվեց և առանց վարանելու խաչքարը նետեց սեղանի տակ դրված աղբամանի մեջ։ Քարի մետաղին դիպչելու ձայնը Գևորգի սրտում ցավոտ արձագանք տվեց։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը, նայելով ուղիղ Գևորգի աչքերի մեջ։ «Ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս գնա, ես զբաղված եմ»։ Գևորգը մի քանի վայրկյան կանգնած մնաց, նայելով աղբամանին, որտեղ ընկած էր իր հոգու մի կտորը։ Հետո նա լուռ շրջվեց և դուրս եկավ, իր հետ տանելով նվաստացման և ջախջախվածության ծանր զգացումը։ Նրա առաջին միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ավարտվել էր լիակատար ձախողմամբ։ Արամի արձագանքը կանխատեսելի էր։ Երբ Գևորգը երեկոյան պատմեց տեղի ունեցածը, նա պայթեց։ «Ես քեզ ասում էի, ես քեզ զգուշացնում էի, դու գնացիր այնտեղ ցույց տալու քո թուլությունը, և նա ոտնատակ արեց քեզ։ Իսկ դու ինչ էիր սպասում, որ նա կզղջա, կգրքի քեզ ու կվերադարձնի հողը։ Դու ապրում ես հեքիաթների աշխարհում, Գևորգ»։ Այս անգամ Անահիտը նույնպես չկարողացավ պաշտպանել ամուսնուն։ Նրա աչքերում արցունքներ էին, և նա լուռ հեռացավ խոհանոց։ Գևորգը զգաց, որ մենակ է մնացել ոչ միայն Տիգրանի, այլև իր սեփական ընտանիքի դեմ։ Մարդկային բանականությունը ճչում էր նրա ներսում, որ Արամը ճիշտ է, որ ինքը հիմարություն է արել։ Բայց միևնույն ժամանակ նա հասկանում էր, որ իր արարքի մեջ կար մի բան, որը ճիշտ էր, նույնիսկ եթե արդյունքը աղետալի էր։ Նա հասկանում էր, որ սիրել թշնամուն չի նշանակում ակնկալել նրանից փոխադարձ սեր։ Դա միակողմանի գործողություն է, որը նպատակ ունի ոչ թե փոխել թշնամուն, այլ փոխել ինքդ քեզ։ Այդ ձախողումը նրան ցույց տվեց, որ նա դեռ ճանապարհի սկզբում է և որ Քրիստոսի խոսքերը հասկանալու համար շատ ավելի խորը հոգևոր հասունություն է պահանջվում։ Հաջորդ օրը, հետևելով հայր Հովանեսի խորհրդին, Գևորգը ճանապարհ ընկավ դեպի Մայր Աթոր Սուրբ Էջմիածին։ Նա ուզում էր հանդիպել Սարգիս վարդապետի հետ։ Երբ նա մտավ Գևորգյան ճեմարանի հինավուրց շենքը, նրան դիմավորեց միջանցքների լռությունը և մագաղաթների բույրը։ Սարգիս վարդապետը, 70 անց մի մարդ, իմաստուն աչքերով և ձյունչերով սպիտակ մորուքով, նրան ընդունեց իր փոքրիկ, գրքերով լի խցում։ Գևորգը պատմեց ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, առանց թաքցնելու իր կասկածները, իր ձախողումը և իր հուսահատությունը։ Վարդապետը ուշադիր լսում էր, երբեմն գլխով անելով։ Երբ Գևորգը վերջացրեց, նա երկար լռեց, ապա վերցրեց սեղանի վրայից մի հին կաշվե կազմով ավետարան։ «Որդիս», սկսեց նա մեղմ ձայնով, «դու սխալ ես հասկացել տիրոջ պատվիրանը։
Դու կարծել ես, թե դա մի գործիք է, որով կարելի է ազդել թշնամու վրա։ Դու նրան խաչքար ես նվիրել, ենթագիտակցորեն ակնկալելով, որ նա կփոխվի, բայց Տիրոջ սերը պայմաններ չի դնում, այն ինքնանպատակ է։ Նա բացեց ավետարանը։ Տես, թե ինչ է ասում Պողոս առաքյալը. եթե քո թշնամին քաղցած է, հաց տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այդ անելով դու կրակի կույտեր կդիզես նրա գլխին։ Մարդիկ հաճախ սխալ են մեկնաբանում այս խոսքերը, կարծելով, թե դա վրեժի մի ձև է, բայց հին արևելքում կրակի կույտեր դիզելը նշանակում էր մարդուն ամոթի և զղջման հասցնել, ոչ թե պատժի, այլ բարության միջոցով։ Քո խաչքարը նրա համար պարզապես քար էր, դու պետք է գտնես նրա սրտի քաղցը և ծարավը, դու պետք է հասկանաս, թե ինչն է նրան դարձրել այնպիսին, ինչպիսին նա կա։ Միայն այդ ժամանակ քո բարիքը կարող է կրակի կույտ դառնալ նրա գլխին, ոչ թե այրող, այլ լուսավորող։ Սարգիս վարդապետի խոսքերը Գևորգի համար հայտնություն էին։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե մեկանգամյա ակցիա է, այլ երկար, համբերատար և իմաստուն ճանապարհ, որը պահանջում է ոչ միայն հավատք, այլև հասկացողություն։ Սարգիս վարդապետի հետ զրույցից հետո Գևորգի հոգում հույսի մի փոքրիկ կայծ էր վառվել։ Նա հասկացել էր, որ իր ճանապարհը ոչ թե հանձնվելն է, այլ ավելի խորը և իմաստուն պայքարը։ Նա սկսեց իր հետաքննությունը, փորձելով գտնել Տիգրանի սրտի քաղցն ու ծարավը։ Նա զրուցեց մարդկանց, ովքեր ժամանակին ճանաչել էին Տիգրանի ընտանիքը, այցելեց այն գյուղը, որտեղ ծնվել էր նրա քարտաշ պապը։ Աստիճանաբար, կտոր-կտոր, նա հավաքում էր մի տխուր պատմություն։ Պատմություն մի տղայի մասին, ով կորցրել էր իր ծնողներին երկրաշարժի ժամանակ, մեծացել մանկատանը և իր ամբողջ կյանքում առաջնորդվել միայն մեկ նպատակով՝ դառնալ այնքան ուժեղ և հարուստ, որ այլևս երբեք ոչնչից կախում չունենա։ Նա ատում էր իր անցյալի աղքատությունն ու անզորությունը և փորձում էր ոչնչացնել դրա ցանկացած հիշեցում։ Գևորգի արհեստանոցը իր հին քարերով և ավանդույթներով Տիգրանի համար հենց այդ անցյալի խորհրդանիշն էր, որից նա ուզում էր ազատվել։ Այս հասկացողությունը Գևորգի սրտից չջնջեց ցավը, բայց այնտեղից վանեց ատելության վերջին մնացորդները։ Նա սկսեց տեսնել Տիգրանի մեջ ոչ թե հրեշի, այլ մի խորապես դժբախտ և վիրավորված մարդու։ Բայց մինչ Գևորգը փորձում էր հասկանալ իր թշնամուն, Տիգրանը նոր հարված հասցրեց, այս անգամ շատ ավելի նենգ ու ցավոտ։ Մի առավոտ տեղական թերթերից մեկում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Ժառանգության պահապաննե՞ր, թե խարդախներ» վերնագրով։ Հոդվածում, խեղաթյուրելով փաստերը, Գևորգի ընտանիքը ներկայացվում էր որպես մի խումբ շահամոլ մարդկանց, ովքեր ապօրինի տիրացել են պետական հողին և այժմ, շահարկելով նախնիների ժառանգություն հասկացությունը, խոչընդոտում են քաղաքի զարգացմանը։ Հոդվածում նշվում էր, թե իբր Գևորգը հսկայական գումար է պահանջել հողի համար, փորձելով շանտաժի ենթարկել բարեխիղճ ներդրողին։ Դա թունավոր սուտ էր, որը կայծակնային արագությամբ տարածվեց նրանց փոքրիկ համայնքում։ Մարդկանց վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ Այն հարևանները, որոնք երեկ նրանց աջակցում էին, այսօր խուսափում էին նրանց հայացքներից։ Սկսվեցին շշուկները, կողմնակի հայացքները, անթաքույց դատապարտումը։ Հանրային ամոթի գագաթնակետը եղավ շաբաթ օրը, շուկայում։ Գևորգի տարեց մայրը, տիկին Սոնան, մի կին, որն իր ողջ կյանքում հարգանք էր վայելել, մոտեցավ կանաչեղենի վաճառողին, որին ճանաչում էր արդեն 20 տարի։ «Բարև Աշոտ ջան, ինձ մի կապ մաղադանոց կտաս»։ Աշոտը, աչքերը թաքցնելով, ինչ-որ բան փնթփնթաց և շրջվեց դեպի մյուս հաճախորդը։ Տիկին Սոնան գաղօգնված կանգնած մնաց։ Նա մոտեցավ մսավաճառին. «Սուրեն, որդիս»։ Սուրենը կտրուկ ընդհատեց նրան. «Ես ձեզ վաճառելու ոչինչ չունեմ, տիկին Սոնա»։ Նրա ձայնի մեջ սառը արհամարհանք կար։ Շուկայում հավաքված մարդիկ լուռ հետևում էին այս տեսարանին։ Ոմանց աչքերում կարեկցանք կար, բայց շատերի հայացքում դատապարտում։ Տիկին Սոնան, դատարկ զամբյուղը ձեռքին, դանդաղ շրջվեց և դուրս եկավ շուկայից։ Նրա մեջքը կորացել էր ոչ թե տարիների, այլ այդ պահին նվաստացման ծանրությունից։ Ճնշումը դարձել էր ֆիզիկապես շոշափելի։ Այն ներխուժել էր նրանց տուն, նրանց ամենօրյա կյանք, թունավորելով նույնիսկ հացի համը։ Այդ երեկո նրանց տանը պայթյուն տեղի ունեցավ։ Տիկին Սոնան, որը միշտ եղել էր ընտանիքի հոգևոր հենասյունը, լալիս էր։ «Ես այլևս չեմ կարող դիմանալ, Գևորգ», հեքեքում էր նա։ «Ինչ ենք մենք արել, որ այսպիսի ամոթի արժանանանք։ Մարդիկ մեզանից երես են թեքում։ Գուցե պետք է հանձնվենք։ Ինչ արժի այդ արհեստանոցը, եթե մենք կորցնում ենք մեր բարի անունը»։ Արամը, որը մոր կողքին էր նստած, ավելի կտրուկ էր։ «Սա է քո սիրիր թշնամութին արդյունքը, Գևորգ,
Դու նրան բարություն ես ցույց տալիս, իսկ նա մեզ ցեխի մեջ է թաթախում։ Քո քրիստոնեությունը մեզ կործանում է։ Հայր Հովհաննեսն անգամ այսօր ինձ ասաց, որ գուցե պետք է իմաստուն փոխզիջման գնալ։ Նույնիսկ քահանը հասկանում է, որ քո արածը խելագարություն է։ Գևորգը ցնցված էր։ Նույնիսկ հայր Հովհաննեսն էր կասկածում։ Նա զգաց, թե ինչպես է իր ոտքերի տակից հողը սահում։ Հավատալ Քրիստոսի խոսքերին, երբ բոլորը քո դեմ են, երբ նույնիսկ հոգևոր առաջնորդներն են քեզ կոչանում բանական լինել, աներևակայելի դժվար էր։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում։ Նա հավատում էր, որ Տիրոջ խոսքը ճշմարիտ է, բայց նրա շուրջը ամեն ինչ ճչում էր հակառակի մասին։ Նա հասկացավ, որ Քրիստոսի խորհրդին բառացի հետևելը նշանակում է պատրաստ լինելու ոչ միայն ունեցվածքը, այլև հասարակության հարգանքը, ընկերներին, նույնիսկ ընտանիքի անդամների ըմբռնումը։ Եվ այդ պահին նրա սրտում առաջին անգամ կասկածի սերմ ձլեց։ Իսկ միգուցե ինքը սխալ է մեկնաբանում ամեն ինչ։ Միգուցե այդ խոսքերը այլաբանություն են, որոնք նախատեսված չեն իրական կյանքում կիրառելու համար։ Կասկածի սերմը, որ ցանվել էր Գևորգի սրտում, գիշերվա ընթացքում վերածվել էր մի փշոտ թփի, որը խեղդում էր նրա հավատքի վերջին շիվերը։ Նա զգում էր իրեն լիովին դատարկված։ Թերթի զրպարտությունը, հարևանների արհամար հանքը, մոր արդյունքները եւ նույնիսկ հայր Հովհաննեսի վարանումը ստեղծել էին մի անտանելի ճնշում, որի տակ նրա ոգին կոտրվում էր։ Այդ գիշեր նա չվերադարձավ տուն։ Առանց որևէ մեկին զգուշացնելու, նա նստեց իր հին մեքենան եւ ուղևորվեց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանքը։ Նա չգիտեր, թե ինչ է փնտրում այնտեղ։ Գուցե պարզապես ուզում էր փախչել բոլորից եւ ամեն ինչից։ Նա հասավ այնտեղ ուշ գիշերով։ Վանքը լուռ էր ու խորհրդավոր, լուսնի լույսի տակ։ Նա չմտավ ներս։ Նա պարզապես նստեց վանքի մոտ գտնվող մի հին քարի վրա, նայելով ժայռերի մեջ փորված խցերին։ Նա չէր աղոթում, բառերը չորացել էին նրա շուրթերին։ Նա պարզապես նստում էր, թույլ տալով, որ դատարկությունը լցնի իրեն։ Նա զգում էր, որ հասել է իր հոգևոր ճանապարհի ավարտին, որտեղ այլևս ոչ մի ուղեցույց նշան չկա։ Արևածագին, երբ լեռների ստվերները սկսեցին նահանջել, Գևորգը նկատեց շարժում։ Վանքի տարածքում մի ծեր վանական էր հայտնվել, երկար սպիտակ մորուքով եւ կորացած մեջքով։ Նա դանդաղ քայլերով ինչ-որ բան էր հավաքում գետնից։ Մի փոքր մոտենալով, Գևորգը տեսավ, որ վանքի մոտակայքում խաղացող մի քանի գյուղացի երեխաներ քարեր են նետում թափարող շան վրա։ Շունը վախեցած պոչը տմբին տված կաղում էր փորձելով թաքնվել։ Վանականը ոչինչ չասաց երեխաներին։ Նա պարզապես համբերատար հավաքում էր այն քարերը, որոնք երեխաները նետում էին։ Գևորգը սպասում էր, որ նա կվերցնի այդ քարերը եւ հետ կնետի երեխաների ուղղությամբ կամ գոնե կբարկանա նրանց վրա։ Բայց վանականն այլ բան արեց։ Նա հավաքած քարերը տանում եւ զգուշությամբ դնում էր վանքի կիսավեր պարսպի հիմքում, լցնելով այնտեղ առաջացած ճեղքերը։ Նա վերցնում էր ագրեսիայի եւ չարության գործիքը, քարը եւ այն վերածում շինանյութի, արարման միջոցի։ Այդ պահին Գևորգի ուղեղում կարծես ամպրոպ որոտաց։ Մի ակնթարթում ամեն ինչ պարզ դարձավ։ Նա հասկացավ Քրիստոսի խորհրդի իսկական ցնցող իմաստը. «Սիրեցեք ձեր թշնամիներին»։ Դա չի նշանակում հանդուրժել չարիքը, դա չի նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նշանակում է վերցնել այն բացասական էներգիան, որը թշնամին ուղղում է քո դեմ, եւ այն վերափոխել ստեղծագործ դրական ուժի։ Դա նշանակում է չպատասխանել հարվածին հարվածով, այլ վերցնել այդ հարվածի ուժը եւ այն ուղղել դեպի արարում։ Տիգրանը նրա վրա քարեր էր նետում, բուլդոզեր, զրպարտություն, հանրային նվաստացում։ Իսկ ինքը, Գևորգը, մինչև հիմա երկու բան էր փորձել անել։ Կամ փորձել էր հետ նետել քարը, ինչպես պահանջում էր Արամը, կամ պարզապես կանգնել էր եւ թույլ տվել, որ քարերը հարվածեն իրեն, ինչպես ինքն էր հասկանում հեզությունը։ Երկուսն էլ սխալ էին։ Ճիշտ ճանապարհը երրորդն էր՝ վերցնել Տիգրանի նետած քարերը եւ դրանցով կառուցել մի նոր բան։ Բայց ինչ կարելի էր կառուցել զրպարտության, ատելության եւ ավերածությունների քարերով։ Պատասխանը եկավ ինքնաբերաբար, այնքան պարզ ու հանճարեղ, որ Գևորգը զարմացավ, թե ինչպես մինչև հիմա չէր հասկացել դա։ Նա վերադարձավ Երևան, որպես բոլորովին այլ մարդ։ Նրա աչքերում այլևս կասկածի ստվեր չկար։ Նա հավաքեց ընտանիքի անդամներին, Լևոնին եւ նույնիսկ հայր Հովհաննեսին իր արհեստանոցում։ «Ես գտա պատասխանը», ասաց նա հանգիստ, բայց վստահ ձայնով։ «Մենք սխալ էինք հասկանում ամեն ինչ։ Մենք կենտրոնացել էինք այս հողակտորի վրա, այս քարե պատերի վրա, բայց մեր իրական ժառանգությունը սա չէ։ Մեր ժառանգությունը խաչքարի արվեստն է, մեր հավատքը մեր ոչին, եւ դա ոչ ոք չի կարող մեզանից խլել»։ Նա շրջվեց դեպի կոտրված խաչքարի բեկորները։
Տիգրանը ոչնչացրեց մեկ խաչքար, իսկ մենք ի պատասխան կստեղծենք 100 նորը։ Նա մեր վրա ցեխ է շպրտում, իսկ մենք այդ ցեխից կավ կպատրաստենք եւ նոր սերունդ կսովորեցնենք այս արվեստը։ Նա ուզում է քանդել այս արհեստանոցը։ Շատ լավ, մենք կվերցնենք մեր գործիքները, մեր գիտելիքները եւ կբացենք անվճար դպրոց-արհեստանոց բոլոր ցանկացողների համար, թող լինի մանկատանի երեխաների համար, թող լինի զինվորների համար, ովքեր վերադարձել են պատերազմից։ Մենք Տիգրանի ավերածության էներգիան կվերածենք ստեղծման հզոր ուժի։ Սա է Տիրոջ պատվիրանի իմաստը։ Արհեստանոցում մի պահ լռություն տիրեց։ Հետո Արամը, որն ամենից թերահավատն էր, առաջինը խոսեց. «Բայց որտեղ։ Մենք տեղ չունենք»։ «Մենք ունենք այս վայրը, քանի դեռ այստեղ ենք», պատասխանեց Գևորգը։ «Իսկ երբ այստեղից դուրս գանք, Աստված նոր դուռ կբացի։ Գլխավորը սկսելն է»։ Լևոնի աչքերը փայլեցին։ «Վարպետ, սա հանճարեղ է»։ Նույնիսկ հայր Հովանեսը, որը վերջին շրջանում վարանում էր, ուղղեց մեջքը։ «Աստված օրհնի քեզ, որդիս, դու մեզ բոլորիս մի կարևոր դաս տվեցիր»։ Այդ օրը Գևորգի ընտանիքը նորից միավորվեց, բայց այս անգամ նրանց միավորում էր ոչ թե ընդհանուր վիշտը, այլ ընդհանուր լուսավոր նպատակը։ Նրանք դադարեցին պաշտպանվել, նրանք անցան հարձակման, բայց դա հոգևոր հարձակում էր, որի զենքը ոչ թե ատելությունն էր, այլ ստեղծագործ սերը։ Գևորգի խոսքերը «Մենք Տիգրանի ավերածության էներգիան կվերածենք ստեղծման հզոր ուժի» դեռ արձագանքում էին արհեստանոցի քարե պատերի մեջ, երբ նա հավաքեց իր ընտանիքին հաջորդ օրը, իրենց փոքրիկ հյուրասենյակում։ Օդում լարված սպասում էր կախված։ Նա գիտեր, որ իր հաջորդ առաջարկը կարող էր կամ վերջնականապես միավորել նրանց, կամ ընդմիշտ բաժանել։ Նա մի թուղթ փռեց սեղանին, որի վրա ձեռքով գծել էր իրենց թաղամասի հատակագիծը։ «Տեսեք», սկսեց նա, մատով ցույց տալով իրենց արհեստանոցի հարևանությամբ գտնվող մի փոքրիկ մոռացված տարածք։ «Սա հին լքված մատուռի ավերակներն են։ Ոչ ոք չի հիշում նույնիսկ, թե ում անունով է այն եղել։ Այն ոչ ոքի պետք չէ։ Տիգրանը պատրաստվում է մեր տանտեղում մի շքեղ առանձնատուն կառուցել, իր հաղթանակի խորհրդանիշ։ Իսկ մենք հենց նրա քթի տակ կսկսենք վերականգնել այս մատուռը, մեր սեփական ձեռքերով, անվճար, կհրավիրենք բոլորին օգնելու։ Մենք նրա անձնական շահի տարածքը կվերածենք համայնքի աղոթքի վայրի։ Մենք կպատասխանենք նրա ավերածությանը, ստեղծելով մի բան, որը հավերժական է»։ Արամը, որը լսում էր, ձեռքերը կրծքին խաչած, առաջինն էր, որ պայթեց. «Դու վերջնականապես խելագարվել ես։ Ինչ մատուռ, ում փողերով, ինչ իրավունքով»։ Դա նույնպես քաղաքի ողն է։ Տիգրանը վաղը կգա ու դա էլ կքանդի։ Սա ոչ թե հոգևոր պայքար է, այլ մաքուր ինքնասպանություն։ Դու ուզում ես մեզ բոլորիս խայտառակ անել։ Նրա խոսքերին միացավ տիկին Սոնան։ Որդիս, ես հասկանում եմ քո ազնիվ մղումները, բայց միգուցե Արամը ճիշտ է։ Մենք արդեն բավականաչափ տառապել ենք։ Ինչի ենք նորից գլուխներս պատին տալիս։ Գևորգի հայացքը հուսահատ փնտրում էր աջակցություն, եւ նա գտավ այն այնտեղ, որտեղ ամենակիչն էր սպասում։ Անահիտը, որը մինչ այդ լուր էր, մոտեցավ նրան, վերցրեց նրա ձեռքը եւ ամուր սեղմեց։ Նա նայեց Արամին եւ տիկին Սոնային։ «Ես չգիտեմ, սա խելագարություն է, թե հանճարեղություն, բայց ես մի բան գիտեմ։ Երկար ժամանակ անց ես առաջին անգամ տեսնում եմ իմ ամուսնու աչքերում ոչ թե ցավ, այլ կրակ։ Ես տեսնում եմ նպատակ, եւ ես նրա հետ եմ, ինչ էլ որ լինի»։ Նրա խոսքերը կարծես բանալի դարձան։ Լևոնը, որը անկյունում կանգնած լսում էր, մոտեցավ։ «Ես էլ եմ ձեզ հետ, վարպետ, ես առաջին քարը կդնեմ»։ Հաջորդ առավոտ նրանք սկսեցին։ Գևորգը, Լևոնը եւ Անահիտը սկսեցին մաքրել մատուռի ավերակները աղբից եւ մոլախոտերից։ Սկզբում մարդիկ անցնում էին, տարօրինակ հայացքներ նետում եւ շարունակում իրենց ճանապարհը։ Ոմանք ծիծաղում էին, մյուսները գլուխները թափահարում։ Թերթի հոդվածը դեռ թարմ էր բոլորի հիշողության մեջ, բայց Գևորգի ընտանիքը համառորեն շարունակում էր։ Նրանք աշխատում էին լուռ, բայց նրանց համառությունը ավելի բարձր էր խոսում, քան ցանկացած խոսք։ Առաջինը, ով միացավ նրանց, մի անսպասելի մարդ էր։ Դա Աշոտն էր, կանաչեղենի վաճառողը, որը մերժել էր տիկին Սոնային։ Նա մոտեցավ ամաչելով, ձեռքին մի զամբյուղ հաց ու պանիր։ «Ներեցեք ինձ, Գևորգ ախպեր», մեղավոր ասաց նա։ «Ես հիմարություն արեցի։ Ես հավատացի այդ թերթի գրածներին, բայց հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ։ Թույլ տվեք օգնել»։ Եվ նա առանց պատասխանի սպասելու վերցրեց մի բահ եւ սկսեց աշխատել նրանց կողքին։ Աշոտի օրինակը վարակիչ եղավ։ Մի քանի ժամ անց նրանց միացավ մսավաճառ Սուրենը, հետո մի քանի հարևաններ։
Մինչև երեկո նրանց շուրջը հավաքվել էր մի փոքրիկ ջոկատ, մարդիկ, ովքեր երեք նրանցից երես էին թեքում։ Այսօր կանգնած էին նրանց կողքին, միավորված ոչ թե Տիգրանի դեմ պայքարով, այլ միասին մի բարի գործ անելու ցանկությամբ։ Հայր Հովհաննեսը, լսելով տեղի ունեցածի մասին, եկավ ավերակների մոտ։ Նա երկար նայում էր աշխատող մարդկանց, ապա մոտեցավ Գևորգին։ «Ես պետք է քեզանից ներողություն խնդրեմ, որդիս», ասաց նա խորը անկեղծությամբ։ «Ես մի պահ թերահավատություն ցուցաբերեցի։ Ես վախեցա հասարակական կարծիքից և քեզ խորհուրդ տվեցի փոխզիջման գնալ։ Բայց դու ինձանից ավելի խորը հասկացար Տիրոջ խոսքը։ Դու ինձ հիշեցրիր, որ հավատքը ոչ թե զգուշավորություն է, այլ քաջություն»։ Նա շարժվեց դեպի մարդիկ և բարձրաձայնեց. «Եղբայրներ և քույրեր, այսօր մենք ականատես ենք լինում հրաշքի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է չարիքի քարը դառնում մեր եկեղեցու հիմնաքարը։ Աստված օրհնի այս սուրբ գործը»։ Նրա խոսքերը ոգևորեցին բոլորին։ Նույնիսկ Արամը, որը եկել էր եղբորը հերթական հիմարությունից հետ պահելու, կանգնած էր մի անկյունում և լուռ հետևում էր։ Նրա դեմքին դեռ կասկած կար, բայց նրա աչքերում արդեն հարգանք էր նշմարվում։ Նա տեսնում էր, որ Գևորգի խելագարությունը սկսում է պտուղներ տալ, միավորելով մարդկանց և վերացնելով համայնքի ոգին։ Նոր դաշինքներ էին կնքվում, և հին վերքերը սկսում էին սպիանալ, ոչ թե խոսքերի, այլ ընդհանուր ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ Մատուռի վերականգնման շինհրապարակը վերածվել էր յուրօրինակ մարտադաշտի։ Տիգրանը չէր կարող անտարբեր մնալ իր ապագա շքեղ առանձնատան կողքին ծավալվող այս անսպասելի գործունեության նկատմամբ։ Մի առավոտ, երբ Գևորգն ու նրա փոքրաթիվ կամավորները դնում էին պատի առաջին քարերը, հորիզոնում հայտնվեցին 3 սև ջիպեր։ Դրանցից դուրս եկան Տիգրանի մարդիկ, ամրակամ, սպորտային համազգեստով երիտասարդներ։ Նրանք ֆիզիկական ուժ չկիրառեցին, նրանց զենքը ավելի նուրբ էր և ավելի քայքայիչ։ Նրանք մեքենաներից հանեցին հզոր բարձրախոսներ և միացրին ականջ ծակող ռիթմիկ երաժշտություն, որը անհնարին էր դարձնում որևէ բանի վրա կենտրոնանալը։ Հետո նրանք սկսեցին մոտակայքում բերել և թափել շինարարական աղբ, ստեղծելով մի գարշահոտ աղբանոց։ Նրանք անընդհատ վիրավորանքներ էին հնչեցնում, ծաղրում աշխատողներին, նրանց անվանում աղանդավորներ։ Խելագարներ։ Կամավորներից ոմանք չդիմացան ճնշմանը և հեռացան, բայց Գևորգը իր հոգևոր հայտնությունից հետո անսասան էր։ Նա հասկանում էր, որ սա ևս մեկ քար է, որը Տիգրանը նետում է իր վրա, և նա գիտեր, թե ինչպես վարվել դրա հետ։ Նա չէր պատասխանում վիրավորանքներին, չէր նայում նրանց կողմը։ Յուրաքանչյուր նոր վիրավորանքին, յուրաքանչյուր նոր բարձրացված դեցիբելին նա պատասխանում էր մեկ գործողությամբ, ևս մեկ քար էր դնում մատուռի պատի շարքում։ Նրա շարժումները հանգիստ էին, կշռադատված և լի մի այնպիսի ներքին ուժով, որը սկսեց ազդել մյուսների վրա։ Լևոնը, որի տաքարյուն բնավորությունը դժվարությամբ էր տանում այս ամենը, մի պահ չդիմացավ։ «Վարպետ, այսպես չի լինի, պետք է պատասխանել սրանց, թույլ տուր, ես նրանց ցույց կտամ»։ Գևորգը կանգնեցրեց նրան, ձեռքը դնելով ուսին։ «Ոչ, Լևոն, մեր պատասխանը սա է», ասաց նա, ցույց տալով պատի նոր շարվածքը։ «Նրանք ուզում են, որ մենք կորցնենք հավասարակշռությունը, որ իջնենք իրենց մակարդակին։ Նրանք մեզ տալիս են աղմուկ և քաոս, մենք նրանց կտանք լռություն և կարգուկանոն։ Նրանք մեզ տալիս են ատելություն, մենք նրանց կտանք աղոթք»։ Եվ նա, բարձրացնելով իր ձայնը, որպեսզի լսելի լինի երաժշտության աղմուկի մեջ, սկսեց կարդալ Հայր մերը։ Սկզբում նրա ձայնը միայնակ էր, բայց հետո նրան միացավ Անահիտի ձայնը, հետո Աշոտինը, Սուրենինը։ Շուտով բոլոր մնացած կամավորները, մի կողմ դնելով իրենց գործիքները, միացան աղոթքին։ Տիգրանի մարդիկ մի պահ շփոթվեցին։ Նրանք սպասում էին ագրեսիայի, իսկ փոխարենը ստացան միասնական աղոթքի անսպասելի պատը։ Այդ օրը նրանք հեռացան ավելի շուտ, քան սովորաբար։ Իսկ աղոթքի ուժից տպավորված ևս 2 հարևան միացան շինարարությանը։ Հակամարտությունը դարձել էր հրապարակային, և Գևորգի ընտրած զենքը սկսում էր ցույց տալ իր արդյունավետությունը։ Գևորգի նոր ռազմավարությունը չէր սահմանափակվում միայն շինհրապարակով։ Նա հասկանում էր, որ պետք է կերակրել իր թշնամու քաղցը։
Նա իմացել էր, որ Տիգրանը, չնայած իր հաստությանը, շատ միայնակ մարդ է և ունի մի թուլություն. նա պաշտում է իր միակ դստերը 10-ամյա Անիին, որը ծնվել էր սրտի արատով։ Գևորգը սկսեց աղոթել ոչ միայն Տիգրանի, Այլև նրա դստեր առողջության համար։ Մի օր, իմանալով, որ երեխան հերթական անգամ հիվանդանոցում է, նա մի անսպասելի քայլ արեց։ Նա վերցրեց իր ձեռքով փորագրված ամենագեղեցիկ փայտե հրեշտակը և գնաց հիվանդանոց։ Նա չփորձեց հանդիպել Տիգրանի հետ։ Նա պարզապես խնդրեց բուժքրոջը, որ նվերը փոխանցի Անիին, ասելով, որ դա բարի մարդկանցից է, ովքեր աղոթում են նրա համար։ Նա գիտեր, որ Տիգրանը կիմանա, թե ումից է նվերը։ Սա ևս մեկ քար էր, բայց այս անգամ ոչ թե Տիգրանի նետած, այլ Գևորգի ստեղծած քարը, որը նպատակ ուներ ոչ թե կառուցել պատ, այլ կամուրջ։ Այս գործողությունները սկսեցին փոխել ոչ միայն արտաքին իրավիճակը, այլև ներքին մթնոլորտը։ Արամը, որը դեռ թերահավատորեն էր վերաբերվում եղբոր խաղաղասիրական մարտավարությանը, մի օր եկավ շինհրապարակ։ Նա լուր հետևում էր, թե ինչպես են Գևորգն ու մյուսները համբերատար դիմանում Տիգրանի մարդկանց հերթական սադրանքներին։ Երբ նրանցից մեկը մի դույլ կեղտոտ ջուր շփեց Անահիտի վրա, Արամի բռունցքները սեղմվեցին։ Նա պատրաստ էր նետվել կռվի, բայց տեսավ, թե ինչպես Գևորգը հանգիստ մոտեցավ կնոջը, սրբեց նրա դեմքը և ասաց. «Շնորհակալություն Տեր, որ մեզ արժանացրիր քո անվան համար նախատինք կրելու»։ Այդ պահին Արամը ինչ-որ բան հասկացավ։ Նա հասկացավ, որ իր եղբոր ուժը ոչ թե մկանների, այլ ոգու մեջ է։ Նա հասկացավ, որ այս պայքարում հաղթում է ոչ թե նա, ով ավելի ուժեղ է հարվածում, այլ նա, ով ավելի երկար է դիմանում։ Այդ երեկո, երբ նրանք տանն էին, Արամը մոտեցավ եղբորը. «Ես դեռ չեմ հասկանում քեզ, Գևորգ, բայց ես սկսում եմ հարգել քեզ։ Եթե քեզ իրավաբանական օգնություն պետք լինի, ես պատրաստ եմ անվճար պաշտպանել քեզ և այս մարդկանց»։ Դա լիակատար հաղթանակ չէր, բայց դա խզված կապի վերականգնման սկիզբն էր, հասունացած Քրիստոսի իմաստության կիրառման դժվարին, բայց բերքարատ հողի վրա։ Մատուղի պատերն արդեն հասնում էին մարդու հասակին, երբ վրա հասավ գագաթնակետը։ Տիգրանը, հասկանալով, որ իր հոգեբանական ճնշման մեթոդները ոչ միայն չեն կոտրում Գևորգին, այլև ընդհակառակը, համախմբում են համայնքը նրա շուրջ, որոշեց անցնել վճռական գործողությունների։ Մի օր, առանց իր մարդկանց, նա անձամբ եկավ շինհրապարակ։ Նրա թանկարժեք մեքենան կանգնեց ուղիղ մատուռի մուտքի դիմաց։ Նա դուրս եկավ, և նրա տեսքից բոլորը քարացան։ Աշխատանքը դադարեց։ Լռության մեջ լսվում էր միայն քամու սվոցը։ Տիգրանը դանդաղ, գիշատիչի քայլվածքով ուղիղ գնաց դեպի Գևորգը, որը կանգնած էր պատի մոտ, ձեռքին քար ու մուրջ։ Նրանց միջև հեռավորությունը կրճատվում էր, և օդում կուտակված լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Արամը, որը եկել էր իրավաբանական փաստաթղթեր բերելու, մի քայլ առաջ արեց, պատրաստ պաշտպանելու եղբորը, բայց Գևորգը ձեռքի հանգիստ շարժումով կանգնեցրեց նրան։ Նա չնահանջեց։ Նա սպասեց, մինչև Տիգրանը կանգնեց ուղիղ իր դիմաց։ Նրանք նայում էին իրար աչքերի մեջ։ Տիգրանի հայացքում սառը զայրույթ էր, Գևորգի հայացքում ոչ վախ, ոչ էլ ատելություն, այլ մի խորը, տքուր հասկացողություն։ «Դու դեռ այստեղ ես», շրշաց Տիգրանը, «ես քեզ զգուշացրել էի»։ Գևորգը ոչինչ չպատասխանեց։ Նա դանդաղ իջեցրեց մուրճը, գրպանից հանեց մի փոքրիկ, հարթ տաշած գետաքար և պարզեց Տիգրանին։ «Ես ուզում էի, որ դու իմանաս», հանգիստ ասաց Գևորգը, և նրա ձայնը հստակ հնչեց լռության մեջ։ «Այս մատուռը մենք կառուցում ենք ի հիշատակ Մկրտչի և Սաթենիկի։ Ես իմացա նրանց անունները, նրանք լավ մարդիկ են եղել»։ Մկրտիչ և Սաթենիկ։ Դրանք Տիգրանի ծնողների անուններն էին, որոնք զոհվել էին երկրաշարժի ժամանակ։ Այդ անունները, որոնք Տիգրանը տարիներով փորձել էր թաղել իր հիշողության խորքում, հնչեցին որպես ամպրոպ։ Տիգրանի դեմքի քարե դիմակը ճաք տվեց։ Նրա աչքերում մի ակնթարթ երևաց ոչ թե հզոր օլիգարխը, այլ մի մենակ, վախեցած տղա, ով կանգնած էր իր տան փլատակների առաջ։ Նրա շուրթերը դողացին, նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը խեղդվեցին կոկորդում։ Նա նայեց Գևորգի պարզած քարին, հետո կիս կառույց մատուռին։ Նա տեսավ ոչ թե իր պարտությունը, այլ մի բան, որը վաղուց կորցրել էր՝ հիշողություն, արմատներ, սրբություն։ Նա չվերցրեց քարը։ Առանց մի խոսք ասելու, նա կտրուկ շրջվեց, նստեց մեքենան և սրընթաց հեռացավ, իր հետևից թողնելով փոշու ամպ և ապշած լռություն։ Մի քանի ամիս անցավ, Տիգրան այլևս չհայտնվեց, նրա շինարարական նախագիծը լուռ կանգ առավ։
իսկ մատուրն ավարտվեց։ Դա մի փոքրիկ, Բայց լույսով լի կառույց էր, որի յուրաքանչյուր քարի մեջ դրված էր համայնքի սերն ու հավատքը։ Գևորգի արհեստանոցը ոչ միայն չփակվեց, այլև ծաղկում էր։ Պատվերներն այնքան շատ էին, որ նա ստիպված եղավ ևս 2 աշակերտ վերցնել։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Մի օր Գևորգն աշխատում էր արհեստանոցում։ Նրա կողքին, նույնպես հատիչը ձեռքին, լուռ աշխատում էր Արամը։ Նա թողել էր իր շահութաբեր փաստաբանական գործունեությունը եւ հիմա օրվա կեսն անցկացնում էր եղբոր կողքին, սովորելով քարի հետ խոսելու արվեստը։ Նրանք քիչ էին խոսում, բայց այդ լռության մեջ կար ավելին, քան ցանկացած խոսք։ Այդ լռության մեջ Արամի ներողությունն էր, նրա հարգանքը եւ նոր գտած իմաստը։ Նրանց մոտ մտավ տիկին Սոնան, ժպիտը դեմքին։ Շուկայում Աշոտն ինձ ավել մաղադանոց տվեց, ուրախությամբ ասաց նա, ասում է մեր մատուռի համար է։ Նրանք բոլորը ծիծաղեցին։ Դա թեթև, ազատ ծիծաղ էր, որը վաղուց չէր հնչել նրանց տանը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր մենք միասին անցանք Գևորգի պատմության միջով։ Մենք տեսանք, թե ինչպես Քրիստոսի առաջին հայացքից անիրագործելի թվացող խորհուրդը «Սիրեցեք ձեր թշնամիներին» դարձավ ոչ թե թուլության, այլ անհավանական ուժի աղբյուր։ Գևորգը հասկացավ, որ Տերը մեզ չի կոչանում պարզապես հանդուրժել չարիքը։ Նա մեզ տալիս է զենք, չարիքի ավերիչ էներգիան ստեղծագործ ուժի վերածելու աստվածային արվեստը։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցանկացած ճգնաժամ կարելի է վերածել հնարավորության, ցանկացած հարված նոր շենքի հիմնաքարի։ Քրիստոսի իմաստությունը ոչ թե փախուստ է իրականությունից, այլ իրականությունն արմատապես փոխելու ամենահզոր գործիքը։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ձեզ։ Խնդրում եմ, կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում։ Հանդիպել եք արդյոք իրավիճակների, որտեղ թշնամուն սիրելը կարող էր փոխել ամեն ինչ։ Ձեր փորձը կարող է լույս դառնալ շատերի համար։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Թող Տիրոջ խաղաղությունը եւ նրա անսահման իմաստությունը լինեն մեզ բոլորիս հետ։ Ամեն։